Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Նախարարների ասուլիսին զուգահեռ արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիա էր։ Իրանի պաշտպանության նախարարը Երևանում հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը եւ տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից են։ Կոնյակագործները դարձյալ բողոքում են, վրացի մաքսավորները իրենց ապրանքը տարանցելու փոխարեն ամիսներով պահում են սահմանին։ Վրաստանի դեսպանատնից խորհուրդ են տվել դիմել դատարան։ Դատախազությունը գործ չի հարուցի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, վերջինիս խոսքերում փոքրամասնությունների նկատմամբ ատելություն չեն նկատել։ Հայաստանի բնակիչների համոզմամբ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները անվտանգային են, սա են վկայում անցած տարեվերջին անցկացված եւ այսօր հրապարակված հարցման արդյունքները։ Վաշինգտոնն ակնկալում է Մոսկվայից այս շաբաթ ստանալ Ուկրաինայում հրադադար հաստատելու պայմանների ցանկը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ Ռուսաստանի արտգործնախարարն այցելել է Երևան։ Աշխատանքային այցով Լավրովը վերջին անգամ Հայաստանում էր 3 տարի առաջ։ Դրանից հետո հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն էլ ավելի աճեց։ Քիչ առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում Լավրովը կրկնել է Մոսկվայի այն տեսակետը, որ Հարավային Կովկասում հարցերը պետք է լուծվեն նախևառաջ տարածաշրջանի 3 երկրների եւ նրանց անմիջական 3 հարևանների կողմից։ Արարատ Միրզոյանն էլ դարձյալ արտաքին քաղաքականության բալանսավորման մասին է խոսել, միևնույն ժամանակ շեշտելով Երևանը չի պատրաստվում փոխել Մոսկվայի հետ հարաբերությունների ձևաչափը։ Փոխադարձ կսմիթներ, դիրքորոշումների ակնհայտ տարբերություններ, բայց նաև հայտարարություն Երևանից։ Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկա։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Աշխատանքային երկօրյա այցով Երևան եկած Ռուսաստանի արտգործնախարարը հայաստանցի գործընկերոջ հետ նախ տետատետ բանակցեց։ Հետո ընդլայնված կազմով դրանց հաջորդած Միրզոյան-Լավրով ասուլիսը թերևս ռեկորդային էր, 1 ժամից ավելի տևեց։ Ասուլիսի ընթացքում Երևանի եւ Մոսկվայի հակասություններն ի հայտ եկան, մասնավորապես 2022-ի ադրբեջանական հարձակմանը, հապկի արձագանքի, տարածաշրջանից դուրս համագործակցությունների, Ղարաբաղի, արևմտյան երկրներից զենք գնելու հարցերի շուրջ։ Մինչ Երևանը արտաքին քաղաքականությունը բալանսավորելուց է խոսում, Լավրովն այսօր հայտարարում էր. Հարավային Կովկասում հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների եւ մերձակա հարևանների կողմից։ Բաքվից ոչ պակաս Մոսկվային է անհանգստացնում հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդների տեղակայումը, իսկ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո պարբերաբար զգուշացնում են, թե ԵՏՄ-ն ու Եվրամիությունը համատեղելի չեն։ Не имеем ничего против того, чтобы внерегиональные страны Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները զարգացնեն իրենց հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, բայց որ այդ համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ տարածաշրջանի երկրների շահերի արհամարհմանը։ Լավրովը խնդիր չէր տեսնում, որ Հայաստանը զենքը այլ երկրներից գնի, սակայն միշտ բայցը կար։ Франция, она выступает как враждебная страна. Այլ երկրներից զենքի գնման հետ որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է։ Քաղաքական առումով Ֆրանսիան հանդես է գալիս իբրև թշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, որտեղից զենք գնել։ Արարատ Միրզոյանը չժխտեց, որ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն է նկատի ունեցել, երբ երեկ ասել է, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունը արդյունավետ չէ։ Հայաստան-Ադրբեջանի ներխուժման ժամանակ հապկի արձագանքից Երևանը դժգոհ էր։ Լավրովը մինչդեռ հայտարարում էր, որ պարտավորություններից բխող արձագանք եղել է։ Դրանից հետո արտգործնախարարները
Լեռնային Ղարաբաղին անդրադարձան։ Լավրովը արդարացրեց Մոսկվայի դիրքորոշումը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Երևանի քայլով, Միրզոյանը հիշեցրեց Մոսկվայի հայտարարությունները։ В Праге было объявлено о том, что Պրահայում հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին, որ այն որոշվելու է Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անակնկալ էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտական թեժ գործողությունների ընթացքում հրադադարի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս։ Ջենթլմենական համաձայնություն կար, որ Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա, հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Իսկ հայ-ադրբեջանական այսօրվա հարաբերություններին անհամեմատ ավելի կարճ անդրադարձան, չնայած Բաքվի նախապայմաններին Միրզոյանը ոչ շատ հեռու ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման հույս հայտնեց։ Լավրովը կարգավորումը տեսնում էր հայ-ադրբեջանա-ռուսական պայմանավորվածությունների շրջանակներում։ Չշրջանցվեց նաև Հայաստանի այսպես ասած ուկրաինացման թեման։ Լրագրողը հարցնում էր՝ կհարգեն Եվրամիության հետ մերձենալու Երևանի ինքնիշխան որոշումը, թե Հայաստանի հետ էլ Ուկրաինայի նման կվարվեն։ я не вижу каких-то причин для украинизации Армении. Ես Հայաստանի ուկրաինացման որևէ պատճառ չեմ տեսնում։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է։ Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Իսկ Հայաստանն ինչպես է պատրաստվում համադրել ԵՏՄ-ն եւ Եվրամիությանն անդամակցությունը։ Այս հարցին էլ Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում, տեղին չի եւ չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել։ Վերջին անգամ Լավրովը Հայաստանում 3 տարի առաջ է եղել։ Նա այսօր հանդիպել է նաև վարչապետին, իսկ արտգործնախարարությունում ստորագրել առաջիկա 2 տարիների քաղաքական խորհրդակցությունների հայ-ռուսական պլանը։ Թեմայի շուրջ զրուցելու ենք ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես Ռուսաստանի արտգործնախարարը 3 տարվա ընդմիջումից հետո Երևանում է, ձեզ համար այս այցի ուղերձները որոնք են եւ արդյոք կան նոր ուղերձներ։ Կարծում եմ այն հանգամանքը, որ այցը տեղի է ունեցել, արդեն իսկ ցույց է, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Մեծ հաշվով այդ փոփոխությունը նկատելի էր դեռևս նախորդ տարվա վերջին, երբ տեղի ունեցան մի շարք միջազգային զարգացումներ, մասնավորապես Միացյալ Նահանգներում ընտրությունները, նոր վարչակազմի իշխանության գալը, Հայաստանում, Վրաստանում արկա զարգացումները, երբ Երևանը կարծես թե ինչ-որ փոփոխություններ է մտցրել քաղաքականության մեջ եւ Մոսկվայի հետ հարաբերություններում ավելի պրագմատիկ դիրքորոշում է ընդունել, որի հիմնական իմաստը այն է, որ այո, մենք շարունակում ենք ինչ-որ խնդիրներ ունենալ, անհամաձայնություններ ունենալ տարբեր հարցերում, բայց այդ հարցերը երևի թե ավելի լավ է քննարկել փակ դռների հետևում եւ այդ հրապարակային փոխհրաձգությունը, որը գոյություն է ունեցել 2022 թվականի առնվազն սեպտեմբերից սկսած, պետք է դրա ծավալները կրճատել։ Եվ այն հանգամանքը, որ տեղի ունենում արտգործնախարարի այցը եւ շուտով եւս ինչպես իմացանք
այլ այդ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւս տեղի ունենալու, եւս խոսում է դրա մասին։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, չեմ կարծում, թե բովանդակային առումով շատ բան փոխվել է, այսինքն այսօր էլ տեսանք ասուլիսի ընթացքում, որ այն հիմնական տարաձայնությունները, որոնք գոյություն են ունեցել, շարունակում են գոյություն ունենալ, բայց կողմերը կարծես թե համաձայնության են եկել շարունակել հարաբերությունները, զարգացնել հարաբերությունները ի հեճուկս այդ տարաձայնությունների։ Արարատ Միրզոյանը այս ասուլիսի ընթացքում պնդեց, որ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր հարաբերությունները, իսկ Լավրովը պնդում է, որ ոչ տարածաշրջանային պետությունները այստեղ չպիտի հարցեր լուծեն։ Արդյոք այս հայտարարությունները ձեր կարծիքով չեն հակասում Եվրամիության հետ մերձենալու Հայաստանի մտադրությանը։ Չեմ կարծում, թե հակասում են, որովհետև մեծ հաշվով դիվերսիֆիկացիա է այդ քաղաքականությունը, որը նկատելի է նույն 2022-ի սեպտեմբերից սկսած, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին չէր, ինչպես շատերը պնդում էին։ Այդ քաղաքականության հիմնական իմաստը հենց Ռուսաստանից այդ միակողմանի կախվածությունը նվազեցնելն էր, ինչն էլ ինչ-որ չափով տեղի ունենում որոշ ուղղություններով։ Եթե խոսում ենք, օրինակ, նույն օրենքի մասին ԵՄ-ի հետ, ԵՄ անդամակցության, իմ կարծիքով շատերի համար ակնհայտ է, որ այս գործընթացը զուտ ներքաղաքական բովանդակություն ունեցող գործընթաց է, ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ակնկալում էր, որ Հայաստանը մոտ ապագայում կամ միջնաժամկետ ապագայում լքելու է նույն Եվրասիական տնտեսական միությունը կամ ֆորմալ առումով դիմելու է անդամակցության համար ԵՄ-ին։ Ռուսաստանի դիրքորոշման մեջ եւս որևէ նորություն չկա, 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանի հարցերը տարածաշրջանային խաղացողներով լուծելու այս բանաձևը առկա էր եւ այդ 3+3, 3+2 ձևաչափը այդ քաղաքականության, այդ մտածողության ամենավառ դրսևորումներ։ Այդ առումով ես որևէ ճիշտ ասած նորություն չեմ տեսնում ոչ Միրզոյանի հայտարարության մեջ, ոչ էլ Լավրովի հայտարարության մեջ եւ հակասություն եւս չեմ տեսնում։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Զրուցում էինք Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ Մինչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում էր Արարատ Միրզոյանի հետ եւ մամուլու ասուլիսին մասնակցում, Եվրոպամետ ուժերը Պուտինին եւ Լավրովին դատապարտող պաստառներով բողոքի ցույց էին անում արտգործնախարարության մոտ, որը սակայն արագորեն վերածվեց հրմշտոցի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան առանց միջադեպերի չանցավ։ Առավոտյան մինչ արտաքին գործերի նախարարության շենքում հանդիպում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու, դեմ արտահայտվելով Ռուսաստանի վարվող արտաքին քաղաքականությանը, նրանց մեղադրելով Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու, դավաճանելու մեջ։ Россия торговец! Лавров убийца! Путин убийца! Այս սակավաթիվ խմբում էին արևմտամետ կուսակցությունների առաջնորդները, այլ քաղաքացիներ, իրավապաշտպաններ, նախ ոստիկանությունը նրանց հորդորեց տեղափոխվել այլ մայթ, այդտեղ չկանգնել, պատճառաբանելով, որ կարգ է խախտվում, գործողությունների անցան, հրմշտոց սկսվեց եւ նրանց հրեցին դեպի դիմացի մայթ։ Հավաքվածները այսպես կենտրոնացան Շահումյանի հրապարակում, այս ցույցը առաջնորդողներից Արման Բաբաջանյանը փորձեց մի բարձր տեղից պաստառ պարզել, նրան ձեռքերին նկարներ էին Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի նկարները, որոնց վրա գրված էր մեջբերեմ մարդասպաններ, եւ ահա Արման Բաբաջանյանը փորձեց այդպիսի մի նկար պարզել, ոստիկանները անմիջապես փորձեցին նրան ներքև իջեցնել, կրկին հրմշտոց, սակայն տուժածներ չկային։
Հենց այդ պահին էլ օրինակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը որոշեց իր ակցիան արդեն հարակից շատրվանից, հարակից ջրավազանից շարունակել, թե որն էր ոստիկանների այս գործողությունների նպատակը պաշտոնական պարզաբանում չտրվեց, քիչ անց էլ ոստիկանական զորքերի մեքենաներ եկան եւ այսպես այդ ամբողջ փողոցը արտաքին գործերի նախարարության դիմաց փակեցին, ԱԳՆ շենքի մուտքը տեսանելի չէր, հավաքվածները համակարծիք էին, որ սա արվում է պարզապես նրա համար, որ իրենք տեսանելի չլինեն։ Ցույցը առաջնորդող Արման Բաբաջանյանը ավելի ուշ կարծիք հայտնեց, որ այսպիսով ընդհակառակ ոստիկանական գործողություններով իրենց ակցիային ավելի մեծ հնչողություն տրվեց։ Անհրաժեշտ ուղերձները հնչել են, Ռուսաստանը պիտի ամեն վարքյան իմանա, որ դավաճանել է հայ ժողովրդի կենսական շահերը, Ռուսաստանը պիտի իմանա, որ մենք շատ լավ տեղյակ ենք, որ իրենց գործուն մասնակցությամբ ադրբեջանցիների հետ թև-թևի տված մասնակցել են Արցախի հայաթափմանը, Արցախի էթնիկ զտումներին։ Առավոտյան ու կեսօրին տեղի ունեցած այս իրադարձություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարը փաստորեն հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, իսկ հետո եկել հայ-ռուսական սլավոնական համալսարան, որի դարպասների մոտ էլ մենք հիմա կանգնած ենք, այստեղ հանդիպում դասախոսություն էր կազմակերպվել ուսանողների հետ, այստեղ արդեն միջոցառումը առանց միջադեպերի անցավ, բայց ազատության նկարահանող խմբին թույլ չտվեցին ներսում լինել եւ նկարահանել։ Ինչ է կատարվում, անմիջապես Լավրովի այցից առաջ այստեղ անվտանգության աշխատակիցները մեզ հորդորեցին ընդհանրապես լքել եւ դարպասների մոտ տեղափոխվել, դուրս գալ տարածքից, թե ինչու համար չեն կարող այդտեղ գտնվել եւ նկարահանել, ասացին, որ սա մասնավոր տարածք է, իրենց տունն է, ցիտում եմ այդ անձանցից մեկի հայտարարությունները։ Իսկ ուսանողների հետ այս հանդիպումը այդքան էլ երկար չտևեց, Սերգեյ Լավրովը նախ սկզբում այսպես մի առանձին ելույթ ունեցավ, անդրադառնալով եւ հայ-ռուսական հարաբերություններին եւ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական հարցերին, Արևմուտքի հետ Ռուսաստանի հակամարտությանը։ Սերգեյ Լավրովը մասնավորապես չհերքեց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, սակայն դրանք որոշ նյուանսներ արտահայտությամբ բնութագրեց ու տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են վերականգնել բոլոր շփումները։ Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան Լավրովը այսպես սլաքները Երևանի կողմն ուղղելով պնդեց, թե մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ, թե նրանք են հանձնել Ղարաբաղը, արդար չեն։ Երբ հիմա անդիմությունից քաղաքական այլ շրջանակներից ասում են, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին, դա ազնիվ չէ, ուղղակի ազնիվ չէ։ Մենք Պրահայի պայմանավորվածության մասին լրատվամիջոցներից ենք իմացել։ Իսկ արդեն երկրորդ մասում նա խոսեց Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմից, պատմական ակնարկներ արեց, հասավ ընդհուպ միջև սառը պատերազմ, դժգոհեց Արևմուտքի ներկայիս առաջնորդներից, պնդեց, թե պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունելով Եվրամիությունը ցույց է տալիս, որ հակամարտության էսկալացիա է ուզում, բայց 100 հազարավոր մարդկանց կյանքը խլած պատերազմը դադարեցնելու մասին որևէ հստակություն չմցրեց։ 2023-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո սա ըստ էության ռուսաստանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն էր Հայաստան։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ խոսում է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների մասին, այս անգամ Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին հղած նամակում։ Ալիևը պահանջում է, որ Հայաստանից ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետներ նշվեն եւ երաշխավորվի նրանց անվտանգությունը։
Պաշտոնական Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս պահանջները տեղ են գտել Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր հղված նամակում։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման կոչվող համաժողովի մասնակիցներին դիմելով Ադրբեջանի ղեկավարը մասնավորաբար պնդում է. Թուրքական ժողովուրդների հանդեպ հայ հանրության ներսում խորապես արմատացած ատելությունը, մեծ Հայաստանի մասին երազանքները, այդ երկրի սահմանադրության տեքստում Ադրբեջանին եւ Թուրքիային ուղղված տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաեւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի շղթումը ցավոք սրտի խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։ Ալիևի պնդմամբ Հայաստանը հարևան երկրներին ուղղված տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի մեջ բերում ադրբեջանական հազարամյա մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ թույլատրի այդ հարցով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության գործունեությունը։ Առանցքայինը սակայն ըստ Ադրբեջանի ղեկավարի իր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու կամ ինչպես Ալիևն է դա ձևակերպում վերադարձի հարցն է։ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հարցի շուրջ, թե երբ եւ ինչ պայմաններով են արևմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը այս հարցի քննարկման նպատակով կընդունի արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին։ Իլհամ Ալիևի խոսքով պաշտոնական Բաքուն այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում եւ դրանից հրաժարվելու մտադրություն չունի։ Հարկ եմ համարում ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Հայաստանը պետք է զերծ մնա այդ ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այդ խնդիրը Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձը իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն։ Չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզի արծարծումը տարածքային պահանջներ չի ընդհանրում, Ալիևը հատուկ ընդգծում է այս խնդիրը ծագել է այն պատճառով, որ 1920 թվականին մեջբերում արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ փոխանցվել Հայաստանին, ինչի հետևանքով կտրվել է կապը մեր երկրի անբաժան մասի Նախիջևանի հետ։ Մեջբերման ավարտը Ալիևի ուղերձը հրապարակվեց այն պահին, երբ Ադրբեջանի նախագահը Բուդապեշտում էր։ Նա այստեղ մասնակցում է թուրքական պետությունների կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ համաժողովին։ Դրա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ընդգծելով, որ Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը օգտակար կլինի հատկապես թուրքական աշխարհի համար։ Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde mutabık kalmasından memnunuz. Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թուրքական աշխարհի համար։ Birçok fırsatı da beraberinde getirecektir. Հայաստանում է Իրանի պաշտպանության նախարարը։ Մինչ Ազիզ Նասիրզադեն Երևանում հանդիպում է իր գործընկերոջ Սուրեն Պապիկյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, դարձյալ վերահաստատելով Թեհրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանն ու Իրանը առաջին անգամ համատեղ զորավարժություններ են անցկացնում հայաթափված Արցախի տարածքում Հադրութի շրջանում։ Արդյոք այս զորավարժությունը հակասության մեջ չէ Թեհրանի հավաստիացումների հետ, որ չեն հանդուրժելու սահմանի փոփոխություն, միջանցք ասվածը բացառում են, ընդ որում Երևանում էլ այսօր էլի այդ հավաստիացումները հնչել են։ Չէ, ես թվում է հակասության մեջ չէ, որովհետև հարցը բավականին կոնկրետ է դրված, դա վերաբերում է ոչ թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակին, այլ հենց կոնկրետ հայ-իրանական սահմանին ու Հայաստանի հարավում սահմանների փոփոխելիությանը։ Մի կողմից Իրանը կարող է Ադրբեջանի հետ փոխվստահության միջավայրը ուժեղացնելու համար զորավարժություններ իրականացնել, որովհետև այդ երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի լարվածություն կա ու երկու երկրները փորձում են միշտ ինչ-որ պրոակտիվ քայլերով այդ լարվածությունը մեղմել։ Բայց դրան զուգահեռ Իրանը նաև կարողանում է Հայաստանի հետ հարաբերությունները կոորդինացնել ու խորացնել, քանի որ այստեղ ունեն համընկող շահեր։
Վրաստանով հայկական կոնյակի եւ գինու արտահանման հարցը դեռ լուծում չի ստանում։ Այսօր էլ դարձյալ ոչ թե Հայաստանի կառավարության, այլ Վրաստանի դեսպանատան մոտ էին ոլորտի ներկայացուցիչները հասկանալու ինչու են իրենց ապրանքը Վրաստանում ամիսներով պահում ստուգումների պատճառաբանությամբ այն պարագայում, երբ Վրաստանը միայն տարանցիկ երկիր է եւ հայկական գինին ու կոնյակը չեն հայտնվելու Թբիլիսիի խանութներում։ Վրաստանի դեսպանատնից խորհուրդ են տվել դատական ճանապարհով գնալ, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խոստանում է ինքը ճանապարհ ընկնել խնդիրը լուծելու համար, թեև դրա ծագման պատճառներն իրեն այնքան էլ հասկանալի չեն։ Բողոքի նախորդ ակցիայից մեկ շաբաթ անց Հայաստանի կոնյակագործներն ու գինեգործներն այսօր կրկին Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել։ Ասացին դեսպանատնից պատասխան չեն ստացել, թե ինչու է Հայաստանից Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքը շաբաթներով կամ ամսով ստուգվում վրացական մաքսակետում։ Լավ, նմուշարումը վերցրեցիք։ Իհարկե, ըստ մեզ, ինչքան որ տեղյակ ենք, իրանք իրավունք չունեն նմուշարում վերցնելու։ Ինչի՞ չեք սահմանել մի կետ, որը որ նմուշարումից քանի օր հետո կարող եք բաց թողել ապրանք բեռնատարը։ Այսինքն վերցրել են նմուշարումը եւ անժամկետ պահել են բեռնատարները։ Գործարանը տուժում է։ Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներն ասում են, առաջին անգամ է վրացական կողմն այսպիսի խնդիրներ ստեղծում։ Չեն հասկանում, եթե իրենց ապրանքն այնտեղ չի վաճառվելու, ինչու է Վրաստանը որոշել խմիչքի որակը ստուգել։ Այդ ընթացքում իրենք ռուս գործընկերների հետ կնքած պայմանագրային ժամկետներն են կորցնում։ Հայկական խմիչքի համար նախատեսված դարակաշարերն ասում են ադրբեջանականով է լցվում, աշխատակիցները կրճատման վտանգի առաջ են կանգնում։ Ինչքան ձգվեց, այնքան էլի եմ կրկնում, նախորդ անգամ էլ եմ ասել, աշխատատեղերի, աշխատավարձերի կրճատումներ է տեղի ունենալու։ Իսկ մեր գործարանը ունի 500-ից ավել աշխատող։ Մի քանի շաբաթ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարբեր առիթներով ընդունում է, որ խնդիր կա, բայց եւ պնդում է, թե պատճառներն իր համարել են անհասկանալի։ Հայաստան այցելած վրացի պաշտոնյաների հետ քննարկել է հարցը։ Անցած 5 շաբթի չէր բացառել, որ գուցե առաջիկայում ինքն էլ Վրաստան մեկնի, նաև այս խնդրի հետքերով։ Նախարարի մամուլի խոսնակն այսօր ասաց դեռ չի գնացել, իսկ նախարարությունն ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ է կատարում հարցի կարգավորման համար։ Բայց թե ինչ աշխատանք է իրականացվում ու ինչու է վրացական կողմը խնդիրներ ստեղծում, այսօր էլ նախարարությունից պատասխան չստացանք։ Ալկոհոլ արտադրող ընկերությունների աշխատակիցները անհանգիստ են, խմիչքը պետք է տեղ հասնի, վաճառվի, որ իրենք էլ աշխատավարձ ստանան ու ապրեն։ Պարոն վարչապետը ասում էր, որ մենք պետք է տուրքեր վճարենք եւ այլը, հայտարարագրեր գրենք, որտեղ գրենք եւ ինչ գրենք։ Եթե աշխատանք չունենք։ Վրաստանի ֆինանսների նախարարությունն օրերս հերքել էր տեղեկությունները, թե իրենք ուշացնում են հայկական կոնյակի եւ գինու առաքումները։ Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում, ընդգծել էին Թբիլիսիից։ Arcon Trade ընկերության հիմնադիրն էլ հարցնում է, իսկ ինչպես եղավ, որ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև նախորդ շաբաթվա բողոքի ակցիայից հետո միանգամից 20 հայկական բեռնատար են թույլ տվել անցնել, բայց հաջորդ խմբականակն ասում է նորից անժամկետ կանգնեցրել են։ Ասած առաջին անգամ են տարանցիկ երկրում նման խնդիրների բախվում։ Սա է սովորական ընթացակարգը, հարցնում է։ Բայց մեքենաների պրաստոյ կոչեցյալը, որ ընդ պարապորտի են մատնված, որը օրական $100 համարժեք գումար է, դա ով է փոխհատուցելու մեզ։ Կամ արդյոք դա ստանդարտ մաքսային գործընթաց է, երբ որ տրանզիտ բեռերը բոլորը անխտիր անցկացվում են որակի հետ կապված որոշակի փորձաքննության։ Եթե ման են գալի կոնտրաբանդա, մաքսանենգության դեպք են փնտրում, այդ դեպքում թող խուզարկեն մեքենան բաց թողեն։ Մնացածը արդյոք իրանց գործն է, թե ոչ։ Բողոքի ակցիային միացած գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ոչ մի մանդատ չունի խնդիրը լուծելու։ Սա պետական մակարդակով լուծվող հարց է, ասաց նա։ Ըստ Մակարյանի, այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի անցակետում, հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Ասում է, տրանզիտային բեռները պետք է հանգիստ տեղաշարժվեն Վրաստանի տարածքով։ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը եւ զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունը արտահայտելու համար։ Մակարյանը նշեց, Վրաստանի տնտեսությունը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության տակ է։ Հայաստանը սա հաշվի առնելով պետք է վրացական կողմի հետ քննարկումներ սկսի։ Վրաստանը կարծում եմ, որ հաճոյանալու համար նաև փորձում է թուրք-ադրբեջանական այդ երկօրյակային զույգին հաճոյանալ, եւ երկրորդը Վրաստանը արտահանում է մոտավորապես $250 միլիոն գինիներ եւ կոնյակ։ Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ։
շատ փոքր թիվ։ Հայաստանի արտահանման ծավալը կոնյակների կազմում է 20-25 միլիոն շիշ։ Այսինքն թվում է թե շատ փոքր թիվ է, բայց Վրաստանի այս գործելակերպը եւ առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ, որ վաղ ամիսօր փոխանցելու են իրենց կոնյակագործներին եւ փորձել են այս շուկան խաթարելով գրավել այս ճանապարհ։ Սա տերրոր է, տնտեսական տերրոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ։ Այսօր դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան ու իրենց ծափերով դիմավորող հավաքվածներին փոխանցեցին, ուրախանալու ոչինչ չկա։ Հանդիպեցին կոնսուլի հետ եւ մի քանի աշխատակցի հետ, իրենք ոչ մի պատասխան մեզ չտվեցին, ասեցին, որ փոխանցել են խնդիրը Վրաստան, մեկ էլ ասեցին գնացեք դատի տվեք։ Գնացեք Վրաստանում վրացիներին դատի տվեք։ Իրենք ասեցին։ Այո։ Կոնկրետով էր։ Մենք կոնսուլի հետ ենք խոսում։ Այսօր մի քանի անգամ կարճ ժամանակով փողոց փակած ակցիայի մասնակիցներն ընթացքում պահանջում էին, որ նախ դեսպանատան աշխատակիցը դուրս գա իրենց հետ խոսի, հետո կառավարության ներկայացուցիչն իրենց հետ հանդիպման, հետո կառավարությունից որևէ ներկայացուցիչ իրենց մոտենա։ Բայց որոշ ժամանակ անց երթով շարժվեցին դեպի կառավարություն, կեսից դադարեցրին երթը։ Ազատությանն ասացին, կառավարությունից խոստացել են իրենց հարցերին վաղը պատասխանել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դատախազությունը գործ չի հարուցի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, վերջինիս խոսքերում փոքրամասնությունների նկատմամբ ատելություն չեն նկատել։ Հայաստանի բնակիչների համոզմամբ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները անվտանգային են։ Սա են վկայում անցած տարեվերջին անցկացված եւ այսօր հրապարակված հարցման արդյունքները։ Վաշինգտոնն ակնկալում է Մոսկվայից այս շաբաթ ստանալ Ուկրաինայում հրադադար հաստատելու պայմանների ցանկը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ներքաղաքական թեմաների մասին։ Դիզվառելիքի յուրացման գործով արդարացվելուց ամիսներ անց դարձյալ դատարանի առջև է կանգնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, այս անգամ Եռաբլուրի եւ Իսակովի պողոտային կից հողատարածքների օտարման գործով։ Իրավապահները պնդում են, որ նա 20 տարի առաջ պաշտպանության նախարար եղած ժամանակ այնպես է արել, որ պետական տարածքները փոխանցվեն երկրորդ նախագահի ընտանիքին պատկանող Toyota Երևան ընկերությանը։ Բայց այս գործից առավել լրագրողներին հետաքրքրել է վերջին շրջանի ներքաղաքական հիմնական վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի թեման։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում էր։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար։ Ըստ մեղադրանքի Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, Իսակովի փողոցում հողատարածք է օտարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությանը շուկայականից ցածր գնով։ Սերժ Սարգսյանը այս մեղադրանքը, այս գործը այսօր որակեց աճպարարություն։ Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, նախ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայի մասին։ Սերժ Սարգսյանը համարում է, որ խորհրդանական ընդդիմությունը պետք է քայլանի եւ մինչեւ հերթական ընտրություններ պետք է այս գործընթացը սկսի, քանի որ նրա կարծիքով այս ընթացքում իշխանությունը հնարավոր է այնպիսի քայլեր անի եւ զիջումներ անի, որոնք հետագայում կլինեն անդառնալի։ Բայց կարծում եմ, որ հավանականա չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, ելի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ՞, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ թե դրան ասում։ Դա հիմնավոր պատճառ կլինի, չէ՞, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ։ Բա ինչ ենք անելու էլի։ Ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անկլավ, հետ էլ տանք բրցնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ
Մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Եթե չստացվի, պարոն Սարգսյան, Իսկ արդյոք նա իրատեսական է համարում, որ իշխող քաղաքացիական պայմանագրից կմիանան իմպիչմենտին եւ այդպիսով հնարավոր կլինի Փաշինյանին անվստահություն հայտնել։ Ազատության այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանելով ասաց, որ չի բացառում։ Նա ասաց, որ պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է իր 8 падգամավորի ստորագրությունը տրամադրել եւ պատրաստ են սատարել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը կամ նրանց թիմից որևէ մեկի թեկնածությանը։ Նշեմ, որ վարչապետ Փաշինյանին խորհրդարանով հեռացնելու ճանապարհը անիրատեսական են համարում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, Հայաստան խմբակցության падգամավորները։ Քանի որ այդ գործը հաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ իշխող թիմից առնվազն 18 падգամավոր միանան այդ գործընթացին։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բա եթե մենք ԿՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր այսպես ասեմ, տարակարծությունները չսրել, մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Կովկասյան բարոմետրը հարցումներով պարզում է հայաստանցիների տրամադրությունները տարբեր հարցերի շուրջ, քաղաքականից մինչև սոցիալական։ Անցած տարեվերջին անցկացված հարցումների արդյունքներով Հայաստանի բնակիչների համոզմամբ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները անվտանգային են։ 2024-ի ամենակարևոր հարցը չլուծված տարածքային խնդիրներն են։ Կովկասյան բարոմետրը հետազոտությունների միջոցով է հանգել այս եզրակացության։ Մասնագետները հարցախույզի միջոցով փորձել են պարզել հայաստանցիների տրամադրությունը տարբեր թեմաների շուրջ։ Հարցերը բազմազան են, օրինակ ինչ նախադրյալներ են պետք հայ-ադրբեջանական հարաբերությունում խաղաղության համար, կամ պարզապես երջանիկ եք։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը մանրամասն ներկայացնելով տվյալները զուգահեռ տարավ նախորդ 2021-19 թվականների հետազոտությունների արդյունքների հետ։ Որոնք են Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Հարցի պատասխանը 6 տարվա տարբերությամբ կտրուկ փոխվել է։ Եթե 2019-ին հարցվածների մեծ մասը վստահ էր, որ դա գործազրկությունն է, ապա հետպատերազմյան Հայաստանում մարդիկ կարևորել են երկրում խաղաղության պակասը։ Գործազրկությունը եւ աղքատությունը փոխարինվել է երկրում խաղաղության պակաս եւ պետական սահմաններ, դեմարկացիա, դելիմիտացիա տարբերակներով։ 2024-ի երկրորդ ամենակարևոր խնդիրը, հստակ երկրորդ տեղում, ամենակարևոր խնդիրների մեջ չլուծված տարածքային կոնֆլիկտներն են։ Մի ամբողջ բաժին նվիրված էր խաղաղությանն ու պատերազմին, Ղարաբաղյան կոնֆլիկտից հետո ստեղծված վիճակին։ Կենտրոնի հետազոտությունների ղեկավար Սեդա Անանյանն էլ թվերը վերլուծելով ներկայացրեց, որ հարցվածների գրեթե 85%-ը հավանական է համարում, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, եւ դա ամենայն հավանականությամբ կլինի 1-ից 4 տարվա ընթացքում։ Մինչև 1 տարվա ընթացքում պատասխանողները մոտ 28% են եւ 1-ից 4 տարվա ընթացքում պատասխանողները գրեթե 29%։ Այստեղ իմ եզրակացությունն այն է, որ մեր բնակչությունը ավելի հակված է մոտ ժամանակում հավանական համարելու, որ պատերազմ տեղի ունենա։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության համար ինչ նախադրյալներ են պետք։ Հարցվածների մոտ 21%-ը խաղաղության պայմանագրի հետ է կապում հույսերը, 19%-ը ուժեղ բանակի, 14%-ն էլ կորցրած տարածքների վերադարձի։ Ըստ հարցախույզի Հայաստանի հիմնական թշնամի երկիրը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հարցվածների ավելի քան 50%-ն էլ կարծում է, որ հարևաններից Իրանի հետ հարաբերությունները պետք է ավելի բարելավել։ Բարեկամ երկրները սահմանից շատ հեռու են, առաջատարը Ֆրանսիան է։ Ռուսաստանի դիրքերը տարեցտարի իջնում են 83-ից հասնելով ռեկորդային 14%-ի։ Ու այստեղ եթե նկատում եք նվազումը անընդմեջ է, ամեն բարոմետր իրականացնելիս 13-ից հետո մենք այս նվազումը նկատում ենք։
Իսկ որքանով են հավանություն տալիս, որ Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, հարցի պատասխանը ևս տարիների ընթացքում կտրուկ փոխվել է։ Եթե 2021-ին ընդամենը 14%-ն էր ասել, որ բոլորովին հավանություն չի տա, 2024-ին արդեն 2 անգամ աճել է այդ թիվը հասնելով 32%-ի։ Եթե 4 տարի առաջ բնակչության 30%-ը հավանություն չէր տա, որ Հայաստանը դառնար միութենական պետություն Ռուսաստանի եւ Բելարուսի հետ, ապա արդեն 2024-ի տվյալներով հարցվածների 56%-ն է դեմ։ Իդեպ, նույնատիպ պատկերը նաև Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Հարցվածների մոտ 33%-ը բոլորովին հավանություն չէր տա, եւ միայն 17%-ն է լիովին կողմ միանալ Եվրոպային։ Իսկ արդյոք ճիշտ ուղղությամբ է զարգանում Հայաստանը։ 19-ին ունենք այսպես պիկ 67%, որը ցանկալի է վերլուծել հասկանալու համար, թե ինչի հետ է կապված։ Մեր ամենաառաջի ենթադրությունը կարող է լինել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, իհարկե, բայց ես խորհուրդ կտամ ավելի խորը վերլուծություն անել հասկանալու համար։ Հարցերի մի զգալի մասն էլ ներքաղաքական էր։ Օրինակ, եթե հաջորդ կիրակի լինեին ընտրություններ, ըստ այս հետազոտության ավելի քան 45%-ը միանշանակ, իսկ մոտ 14%-ը ամենայն հավանականությամբ կմասնակցեր։ Ընտրություններին միանշանակ չէր մասնակցի մոտ 34%-ը։ Երկիրը լիովին ժողովրդավար է համարում հարցվածների միայն 8%-ը։ Չկա այնպիսի կուսակցություն, որին ժողովուրդը ավելի մոտ կհամարեր, բայց առաջարկված տարբերակներից իշխող քաղաքացիական պայմանագիրն է շարունակում առաջինը լինել։ Այստեղ նշեմ, որ 24 թվականին առաջի եռյակը մի փոքր տեղափոխություն է եղել երկրորդ եւ երրորդ տեղերի միջև։ Երկրորդ տեղում այժմ Բարգավաճ Հայաստանն է եւ երրորդում Հայաստան Դաշինքը։ Սակայն իրենք երկուսն էլ 5%-ից ավել, այսպես տեսակարար կշիռ չեն ունեցել։ Վստահության ամենացածր ցուցանիշը ունեն քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Փոխարենը լիովին վստահում են եկեղեցուն եւ բանակին։ Հետազոտությունը իրականացվել է ամբողջ Հայաստանում 1561 հարցվողի շրջանում։ Հարցվածներից ավելի քան 68%-ը կանայք են եղել, գերակշիռ մասը ուներ միջնակարգ եւ միջին կրթություն։ Տասնյակ այլ հարցերից եզրահանգում ենք, որ բնակչության 18%-ը անձնական եկամուտ չունի, 86%-ը սեռական փոքրամասնությունների հետ բիզնես չէր սկսի, 63%-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքականությամբ։ Եվ թերևս ամենաուշագրավը, չնայած բավական ոչ լավատեսական պատասխաններին, հարցվածների գրեթե 39%-ը իրեն չափազանց երջանիկ է համարում։ Իր դժբախտության մեջ վստահ էր հարցվածների միայն 5%-ը։ Բաքվում շարունակվում են հայ գերիների դատավարությունները, 3 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարություններ եւ դարձյալ Բաքվի դատարանում ցուցմունքներ էին տալիս տուժող կամ տուժողի իրավահաջորդ ներկայացող մարդիկ։ Առանց տեղ ու տարեթիվ նշելու պատմում, թե վիրավորվել են եւ հենց Վարդանյանին էին մեղադրում պատերազմական հանցագործությունների մեջ։ Բաքվի դատավարություններին ներկա չեն անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ եւ փաստաբաններ։ Վարդյանի դատավարության ընթացքում շուտ ադրբեջանցիներ են պարբերաբար ներկայանում, որոնք սկսած 90-ական թվականների ռազմական գործողությունների ժամանակ իրենք հայ իրենց բարեկամները, ընտանիքի անդամները տուժել են մի առանձին ֆարսեր այդ ականների վրա պայթելով շղթան, որ ներկայացնում են, որ Ռուբեն Վարդյանը ֆինանսավորել է, ականներ են տեղադրվել եւ այս մարդիկ վնասվածքներ են ստացել, իսկ ամենազավեշտալին ուղղակի որ վկայություն տվողներից մեկը խոսում էր, որ ականի վրա վիրավորում է ստացել 2024 թվականին, երբ Վարդյանը արդեն 1 տարի է բանտարկված է։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն որևէ փաստակ Ռուբեն Վարդյանի եւ մյուսների սկզբ փոխված կեղծ մեղադրանքների նկատմամբ։ Սա մեկ անգամ եւս պետք է միջազգային հանրության ուշադրությունը գրավի, որ տեսնեն, որ այս մարդիկ բացառապես գերի են եւ այդ մեղադրանքների գործընթացում որևիցե հիմք, ցուցմունք, որևիցե վկայություն իրականության հետ աղերս չունի։ Սա ավելի շատ քաղաքական դատավարություն է ուղղված ոչ թե այս անձանց դեմ, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության։ Գյումրու հին ու նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված բազմաթիվ քրեական եւ դատական գործեր կան, որ վերաբերում են թե նախկին, թե նոր շրջանին։ Որևէ գործով դեռ բանը վճռին չի հասել։ Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանի հնչեցրած մտքերը միանգամից 2 բողոքի պատճառ են դարձել, որ նորընտիր քաղաքապետը ատելության խոսք է տարածում, բայց դատախազությունը նրա դեմ վարույթ չի հարուցել։
Իրավապահները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելություն չեն տեսել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերում ու մերժել են նրա դեմ վարույթի հարուցումը։ Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել էր, թե պատրաստ է գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Դատախազությունը որոշել է, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չի պարունակում, այսինքն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն պարունակող հրապարակային խոսք չէ։ Իրավապահները նշում են, որ Վարդան Ղուկասյանի սպառնալիքներն ու դրա հասցեատերը անորոշ են ու վերացական, հետևաբար այս սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չկա։ Ղուկասյանի դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանում տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավունքի կողմ հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հիմա էլ է պնդում, որ Ղուկասյանը ատելության խոսք է տարածել։ Մենք դիմել էինք Վարդան Ղուկասյանի կողմից ատելություն տարածելու, թիրախավորելու ԼԳԲՏ անձանց, մասնավորապես եթե ուզում եք, որ ԼԳԲՏ-ները չլինեն, եկեք իմ կողքը կանգնեք։ Այսինքն սա բացահայտ ատելություն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ու թշնամանք հրահրելն է։ Առանց այդ էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները բարբերաբար թիրախավորվում են եւ հասարակության տրամադրվածությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ել ավելի է սրվում ու ատելության մակարդակը ել ավելի է սրվում։ Ցավալի է, որ սա այդ ատելության եւ ատելության քարոզը տարածում են քաղաքական գործիչները, որը որպես իրավապաշտպան անթույլատրելի եմ համարում։ Իրավունքի կողմն արդեն բողոքարկել է դատախազության որոշումը։ Մարտիրոսյանն ասում է, եթե հայաստանյան ներպետական ատյաններում հաջողության չհասնեն, կդիմեն Եվրադատարան։ Ցանկացած ատելության խոսք, ցանկացած թշնամանք եւ առհասարակ ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, մարդու նկատմամբ, որը հնչում է քաղաքական գործչի, այս դեպքում քաղաքապետի շրթունքներից, դա անթույլատրելի է։ Փոխանակ քաղաքական գործիչները ստեղծեն այն մթնոլորտը, որ հասարակությունը ապրի առանց թշնամանքի, մեկը մյուսին հարգելու ու հավասարության մթնոլորտում, ավելի այն հրահրում տրամադրվածությունը հասարակության կողմից։ Լիլիթ Մարտիրոսյանից բացի նույն հարցազրույցում Վարդան Ղուկասյանի հայտարարությունների առնչությամբ բողոք էր ներկայացրել նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ինքը Վարդան Ղուկասյանը առայժմ չի մեկնաբանել իր օգտին դատախազության որոշումը։ Իսկ ահա նախընտրական ժամանակահատվածում նրան վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է։ Հավաքին մասնակցելուն հարկադրել է ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ձայնագրության փորձաքննության եզրակացությանն են սպասում, այլ մանրամասներ չփոխանցելով։ Պարզ չէ, Ղուկասյանն արդյոք որևէ կարգավիճակ ունի այս գործով, բայց նա արդեն իսկ մեղադրյալ է իր նախորդ պաշտոնավարման շրջանին առնչվող պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի հարստացման գործերով, որևէ մեկով դեռ վճիռ չկա։ Վաշինգտոնն ակնկալում է Մոսկվայից այս շաբաթ ստանալ Ուկրաինայում հրադադար հաստատելու պայմանների ցանկը, ինչի շուրջ նախագահներ Թրամփն ու Պուտինը պայմանավորվել էին երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն հերքել է մեղադրանքները, թե Թրամփը Պուտինին զիջումներ է արել այդ զրույցի ժամանակ։ Նաև չի համաձայնել պնդման հետ, թե Պուտինը մտադիր չէ հրադադար հաստատել եւ ժամանակ է ձգում։ Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահը չի ցանկանում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա կարող է խանգարել բանակցություններին։ Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ Կիևին անհրաժեշտ Պատրիոտ համակարգերը մատակարարելու համար։ Մոսկվայից արձագանքել են Մարկո Ռուբիոին։ Կրեմլի խոսնակն ասել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ պայմանների առանձին ցանկ կներկայացվի։ Դմիտրի Պեսկովը կոնկրետ չի պատասխանել հարցին, թե երբ պատրաստ կլինի խաղաղության համաձայնագրի հուշագիրը, միայն ասել է, որ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում։
Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը երեկոյան ժամը 8-ին։